Բարև ձեզ սիրելի ունկնդիրներ, եթերում անկաշկան զրույց հեղինակային հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Ես դիմում եմ մեր այն ունկնդիրներին, ովքեր հետևում են մեր թողարկումներին, բայց դեռ չեն հասցրել սեղմել զանգակ կոճակը եւ բաժանորդագրվել One Talk YouTube-յան ալիքին, խնդրում եմ նրանց ընդամենը նեղություն գրել, սեղմել զանգակ կոճակը եւ բաժանորդագրվել մեր One Talk YouTube-յան ալիքին եւ խրախուսել մեր աշխատանքը։ Այսօր մեր տաղավարում է վերլուծաբան քաղաքագետ Հարություն Մկրտչյանը։ Պարոն Մկրտչյան, բարև ձեզ եւ շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար։ Ես շնորհակալ եւ ես էլ իմ հերթին ողջունում եմ One Talk-ի լսարանին։ Միշտ հաճելի է ձեր տաղավարում։ Շնորհակալություն։ Պարոն Մկրտչյան, իրադարձությունները բավականին այսպես խճանակարային իմաստով հետաքրքիր են, ասենք, եւ նաեւ տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տվող ամեն դեպքում մեր քաղաքական իրականության մեջ։ Եկեք սկսենք Դավոսում տեղի ունեցած իրողությունից եւ նաեւ ձեր կարծիքը փորձենք հասկանալ ընդհանրապես ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի այս խաղաղության նոր հարթակի ստեղծման վերաբերյալ, որովհետեւ Թրամփը, եթե կկիսեք իմ կարծիքը, իհարկե, բավականին անկանխատեսելի եւ ոչ միանշանակ ընկալվող քաղաքական լիդեր է այսօր համաշխարհային արենայում։ Եվ բոլոր դեպքերում շատերը նույնիսկ մտավախություններ ունեն, որ Թրամփի այս անկանխատեսելի, տեսեք, Գրենլանդիա, Դանիա, Կանադա, Մեքսիկա, Վենեսուելա, այո, Կուբա, ինչ որ սպասվող, Իրան, այո, ինչ է կարծում։ Եվ այս ամենի արտացոլանքը կուզենայի նաև ձեր մեկնաբանությամբ բերեիք մեր տարածաշրջան, մասնավորապես մեր աչքի լույս հայրենիքին վերաբերող իրողությունների հետ կապակցեիք այս ամեն ինչը։ Ինչ է կարծում, այս ամենը կծնի նոր քաղաքական իրականություն կամ տեկտոնիկ, ինչպես շատ են, չէ՞, սիրում ես բառակապակցությունը ասել, փոփոխություն կբերի միջազգային քաղաքականության մեջ, թե ոչ։ Ես միշտ իրականում խուսափել եմ մեկնաբանել եւ կանխատեսել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին, որովհետեւ դուք ինչպես իրավացիորեն ճիշտ նշեցիք ձեր հարցի մեջ, փաստելով, որ այո, Դոնալդ Թրամփը բավականին անկանխատեսելի գործիչ է, բայց միևնույն ժամանակ նաեւ կանխատեսելիության իր աստիճանն ունի, չափաբաժին ունի, որ կարելի է այստեղ մեզ թույլ տալ։ Մասնավորապես քաղաքականությանը նայել բիզնես աչքերով, բիզնեսմենի աչքերով։ Սա Թրամփի քաղաքականության հիմնակարային, այսպես դրույթներից է եւ ինքը հենց սրանով է առաջնորդվում։ Ես էլ ձեզ հետ եմ այստեղ։ Տեսեք Վենեսուելա, Մադուրոն խնդիր էր Միացյալ Նահանգների համար գլոբալ առումով, գրեթե իր նախագահության ստանձնումից անմիջապես հետո, հա։ Բայց Դոնալդ Թրամփը այստեղ First America-ի իր հայտնի կարգախոսը իր առաջ դրած, ամեն ինչ միայն Ամերիկայի համար, առաջնային Ամերիկան է, միայն Ամերիկան է եւ ուրիշ ոչինչ։ Ու այս համատեքստում ինքը սկսում է բանեցնել Միացյալ Նահանգների ձեռքի տակ եղած հուշկու ուժը։ Քիչ ինձ հիշեցրեց դա նացիստական Գերմանիայի կարգախոսները, Գերմանիան ամեն ինչից վեր է, հա։ Դա Դոնալդ Թրամփն է, իր բնույթով, իր բնավորությամբ, իր էմոցիոնալ ժեստերով, որոնք առանձին դեպքերում նաև իրականության մեջ են արտացոլում, դա Դոնալդ Թրամփն է։ Վենեսուելայի խնդիրը, այնտեղ ինքը ուժը բանեցրեց, խնդիրը լուծեց, կարծես թե անցավ առաջ։ Ուկրաինայում փորձում է։ Որտեղ է ինքը լավագույնս հաջողել դեռևս Հարավային Կովկասում։ Խաղաղության իր քաղաքականության տրամաբանության մեջ Դոնալդ Թրամփը որպես այդպիսին շոշափելի հաջողություն գրանցել է Հարավային Կովկասում եւ այդտեղ առանձնակի է Դոնալդ Թրամփի անձնական ներգրավվածությունը։ Միացյալ Նահանգներն այսպես թե այնպես ներգրավված էին եւ փորձեր անում էին տարածաշրջանը կայունացնելու եւ խաղաղության բերելու նույն դեմոկրատների ժամանակ։ Բայց տեսեք, կներեք, դեմոկրատների լավ տեղ եկաք, դեմոկրատներից մեր իշխանությունների ղեկավարը Նիկոլ Փաշինյանը դժգոհություն հայտնեց, ասեց մենք դեմոկրատներից ըստ էության մի քիչ ոչ ուղղակի խոսքով եմ ասել, ոչ մի լավ բան չտեսանք եւ ընդհակառակը գովաբանեց Թրամփին, նույնիսկ ծափահարեց Թրամփին,
նրա գործած Նիկոլ Փաշինյանը մեզնից ավելի լավ է հասցրել ճանաչել Դոնալդ Թրամփին հատկապես անձնական շփումների հարթակում եւ դա Թրամփին դուրեկան ժեստ է որակել եւ այդ ժեստը ինքը ցույց է տվել Թրամփին, որը երևի թե գնահատվել է, կարծում եմ գնահատվել է։ Ինչու՞։ Կրկնում եմ, Դոնալդ Թրամփը շոշափելի հաջողություն, խաղաղություն հաստատելու մասով Հարավային Կովկասում է դեռևս հաջողել, Ուկրաինայում փորձեր անում է մեծամասամբ այնտեղ տապալվել է իր տրված խոստումը, թե 1 օրում կդադարեցնի պատերազմը, հետո 6 ամիս ինքը եւս ուզեց պատերազմը դադարեցնելու համար։ Այնտեղ բանակցությունները շարունակվում են եւ իրավիճակը շատ ավելի բարդ է։ Լատինական Ամերիկայի հետ ուզում է անել այն ինչ կարծես թե ինքը ուզում է եւ գուցե հաջողի։ Եվրոպայի հետ հարաբերություններն է վերաիմաստավորում եւ խաղաղության մրցանակ էր միջևես վերջերս ուզում։ Հիմա մեր տարածաշրջանում Դոնալդ Թրամփի ներգրավվածությունը մեծ է թե ոչ եւ շոշափելի է մեզ համար թե ոչ։ Կարծում եմ շոշափելի է եւ Դավոսում տեղի ունեցած այդ իրադարձությունները հենց դրա մասին էին։ Հայաստանի Հանրապետության հիմնադիր անդամ ներկայանալու այդ ստորագրման process-ը Թրամփ, Ալիև, Փաշինյան այդ եռանկյունի, որ մենք տեսանք Հայաստանի Հանրապետությունում ներդրումներ կատարելու մասին հայտարարությունները սրա մասին է։ Սա մեզ օգուտ է թե ոչ, միանշանակ օգուտ է, սրանից պետք է օգտվել, սա ինչ հնարավորություններ է մեզ համար բացում, լայն հնարավորությունների շերտ է բացում եւ դա շոշափելի կլինի կամ գետնի վրա կարտացոլվի, կարծում եմ շատ մոտ ապագայում, երբ որ փետրվար ամսին նախանշված կարծես թե արդեն փոխնախագահ Վենսը կգա Հայաստանի Հանրապետություն։ Այո, փետրվարին պիտի Վենսը գա եւ Հայաստան եւ այցելությունը նաեւ շոշափելի արդյունքներ կգրանցի։ Եվ Հայաստանի Հանրապետության իշխանությունների հիմնական անելիքը հենց այս ուղղությամբ պետքա լինի, կարծում եմ, որ ամեն ինչ անել, որ դա կապիտալիզացվի, չնայած արդեն իսկ փաստաթղթերով դա կապիտալիզացված է, բայց ներդրումների հոսքը արագ ապահովել, այդ ստորագրված փաստաթղթերի տառին ու ոգուն համաձայն մյուս քայլերն ու գործողությունները հերթով դասավորել հստակ ժամանակացույցով եւ հուսալ, որ Դոնալդ Թրամփը իր դիրքերը կամրապնդի եւ հուսալ ու ամեն ինչ անել, որ սա միայն անձնական հարաբերությունների վրա ձևավորված ու ստացված օգուտ չլինի։ Համադրել հնարավորինս Հայաստանի Հանրապետության եւ Միացյալ Նահանգների պետական շահը իրար։ Հնարավորինս համադրել եւ փորձել ռազմավարական գործընկերության այդ փաստաթուղթը, որը որ ստորագրված է Միացյալ Նահանգների հետ, խորացնել, ինստիտուցիոնալիզացնել եւ ամեն ինչ անել, որ Միացյալ Նահանգների ներգրավվածությունը կոնկրետ տարածաշրջանում հնարավորինս մեծ լինի։ Հիմա շատերը կհակադարձեն, կասեն, հիմա մեր տարածաշրջանում կար այդպիսի մի ներկայացուցիչ գերտերության, դա Ռուսաստանի Դաշնությունն էր, ինքը ավելի մոտ է, ինքը այստեղ տնտեսական կապերով է կապված, բայց ոչ միայն Ռուսաստանը, այսօր արդեն խոսում են, որ նաև այլ խաղացողներ տարածաշրջանում կան, Չինաստան, Իրան, երազախախությամբ տառապող բազմաթիվ գործիչներ, որ գիշերը քնում, առավոտն արթնանում են եւ Հայաստանի Հանրապետության շահը թողած մտածում են Իրանի շահի մասին, Թուրքիայի շահի մասին, Ադրբեջանի շահի մասին, Ռուսաստանի շահի մասին, Ամերիկայի շահի մասին։ Դա հայկական շահը իրենք պետք է պատասխանեն, այդ դաշտ չեմ ուզում մտնել։ Ես կարծում եմ, որ պետք է ամեն ինչ անել, որ այդ շահերը համադրվի Միացյալ Նահանգների հետ եւ Հայաստանի Հանրապետություն Միացյալ Նահանգներ հարաբերությունները հնարավորինս խորացնենք։ Այս դաշտում պետք է ասեմ, որ իշխանությունների Հայաստանի Հանրապետության սպասում եք, որ փետրվարից սկսած արդեն որոշակի դրսևորումների շղթա է լինելու այս առումով, այսինքն թրիպը ունենալու է որոշակի դրսևորումների շղթա, որովհետև թրիպի վերաբերյալ է, տեսեք, մեր քաղաքական դաշտում տարաբնույթ, այսինքն ուժեր կան, որոնք ընդդիմադիր են Փաշինյանին, բայց ասում են, որ թրիպը պիտի լինի, բայց պիտի այսպես բաներ էլ միանան, սինթետիկ պիտի լինի, ավելի բազմակողմանի պիտի ներկայացված լինի։ Մի մասը այլ գուցե կարծիք։ Մի բան պիտի ասեմ, ես այդ կարծիքին եմ, որ այդ մարդիկ այն ինչ որ իրենք ավելացնում են թրիպը պիտի լինի, բայց
այդտեղ կամ իրենք պիտի մի բան ասեն, որ Երևան, որ իրենք էլ կան, առհասարակ կարծիք կարող են արտահայտել ու իրենք այստեղ խնդիր ունեն, անձնապես խնդիր ունեն, որովհետև կան դեպքեր, որ իշխանությունների գործողությունները կարելի է, եթե Հայաստանի Հանրապետության պետական շահից բխող գործողություն է եւ մենք օգուտներ ենք քաղելու, մեր ժողովուրդն օգուտներ է քաղելու, այստեղ ավելի լավ է համարձակորեն կանգնել ու ասել, որ սատարում են իշխանության այս քաղաքականությունը։ Քան փորձել ջրի վրա լող տալ, այսպես ախտոր ջրում, չգիտեմ, ձուկ որսալ, սա անընդունելի է իրականում։ Եթե մենք իրականում Հայաստանի Հանրապետության շահի մասին ենք խոսում, այդ շահերն ենք վերլուծում, դա անընդունելի է։ Կա մի շրջանակ, որ ուղղակի թռիփը քննադատում է, որովհետև այլընտրանքը տեսնում է նոյեմբերի 9-9-րդ կետով։ Ռուսաստանի Դաշնության տարածաշրջանում ներգրավվածությամբ, ռուսական ՖՍԲ-ի տեղակայմամբ, որտեղ ուժեր կային, եկեք ազնիվ լինենք հանրության հետ։ Ուժեր կային, որ բացահայտ բոլորովին վերջերս խոսում էին նոյեմբերի 9-9-րդ կետին վերադառնալու կամ նոյեմբերի 9-ի տրամաբանությանը վերադառնալու մասին։ Դե կարծում եմ այդ ուժերն էլ ներկայացված կլինեն մեր քաղաքական պալիտրայում, պարոն Մկրտչյան, եւ 2026-ին նկատի ունեք։ 26-ին եւ ժողովուրդը կորոշի։ Նրանց ընտրի թե ընտրի ոչ նրանց։ Ուշ չի, իրենք կարող են հայտ ներկայացնել։ Ինչքան բազմագույն լինի, հա։ Ես էլ եմ այդ կարծիքին, ինչքան բազմագույն լինի։ Թող հայտ ներկայացնեն, տեսնենք ինչ են ասում։ Ակնհայտավոր առնվազն այդ համատեքստում, եթե մենք քննարկման այդ դաշտ ենք տեղափոխվում, ակնհայտա որ այդ համատեքստում իշխանությունը հակադրելու է խաղաղությանը պատերազմը եւ այստեղ ակնհայտա որ իշխանությունը հաղթելու է, որովհետև Հայաստանի Հանրապետության ժողովուրդը պատերազմ չի ուզում եւ որևէ ժողովուրդ պատերազմ չի ուզում։ Հատկապես երբ որ այս արհավիրքների մեջով անցավ մեր ժողովուրդը 2021 թվականի ընտրություններ, 2020 թվականի պատերազմ, COVID, այս ամեն ինչի մեջով անցնելով հանրությունը հասունացել է։ Ես առհասարակ միշտ այն կարծիքին եմ եղել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները հավաքական առումով իմաստուն են, բայց հիմա ավելի քան համոզված եմ, որ ժողովրդի հիշողությունը առնվազն իրեն չի դավաճանում եւ իրենք լավ են հիշում բոլորին, անխտիր բոլորին։ Ես որ ասում եմ բոլորին, այդտեղ նկատի ունեմ իրոք բոլորին։ Ու 2026 թվականին ընտրախցիկ գնալուց առաջ այդ քաղաքացիները երկար մտածելուց հետո ի վերջո ճիշտ եւ խոհեմ որոշում կկայացնեն։ Եվ որոշման կայացման հիմքում կդրվի առաջին հերթին սկզբունքայնությունը, քաղաքական գործչի եւ քաղաքական ուժի, երկրորդը որոշումներ կայացնելու ունակությունն ու իրականացման հմտությունը։ Այստեղ իշխանությունը շահեկան դիրքում։ Եթե հեղափոխությունից անմիջապես հետո հեղափոխության արդյունքում իշխանության գալով անփորձ էին եւ փորձառության խնդիր կար, հիմա իշխանությունը հնարավորինս թրծվել է իրադարձությունների բերումով եւ կարծես թե որոշումները ճիշտ են եւ Հայաստանի Հանրապետության շահերից են բխում առնվազն արտաքին քաղաքական։ Ներքաղաքական առումով իշխանությունը խնդիր ունի։ Եվ կարողանան օգտվել սրանից ուժերը, թե ոչ, կասկածում եմ, որովհետև շահառուները օգտվողների այդ իշխանության թույլ օղակից շահառուները նույնն են, նույն գողերն են, նույն թալանչիներն են, նույն ուզուրպատորներն են, որոնք հիմա ազատության մեջ են իշխանության թողտվությամբ կարծում եմ, այլևս փաստ է։ Գիտեք, մանդատ բառը ունի խորը իմաստ։ Երբ որ մանդատ են տալիս իշխանությանը եւ այդ մանդատն էլ ողբատյա է լինում, մուրճի տեսքով, իբրև արդարադատության սիմվոլ, այլ ոչ թե բութ գործիք ոմանց գլխին հարվածելու համար։ Գալիս է այդ ողջամիտ ժամանակահատվածը, որ դու պետքա իջեցնես։ Ոչ, հաշվետվություն պահանջես։ Այսինքն այդ մուրճի իջեցնել հաշվետվություն։ Մուրճի իջեցնես քաղաքական առումով։ Այո, շատերն ասում են, որ այդ մուրճը միայն թափահարեցին, ինչի են շարունակում գողերը մնալ
ազատության մեջ։ Ինչի են շարունակում ուզուրպատորները ընտրություններում ժողովրդավարական ճանապարհով ազատ արդար թափանցիկ, որը մեկը չի վիճարկում ընտրությունների այդ ընթացքը։ Ինչու են կարողանում այդ շրջանակները մասնակցել ընտրությունների եւ առանձին դեպքերում անգամ իշխանություն վերցնում 6 ամիս հետո էլ ինչ որ կոռուպցիոն կասկածելի դրվագով ձերբակալվում։ Ինչու։ Ինչի քաղաքական դաշտը Հայաստանի Հանրապետության ներսում չի առողջացվում։ Որն է պատճառը։ Դե եկեք այստեղ էլ ազնիվ լինենք ու անկաշկանդ։ Որովհետև ձեռնտու է, այո։ Որովհետև ձեռնտու է, որովհետև իշխանությանը ձեռնտու է այդպիսի ինդիմություն։ Որովհետև այդ շահառուների արջի չափաբաժինը դաշտի զբաղեցնող այդ շրջանակն է, որը այո, այդ տեսակետը դա այդ շրջանակին ձեր թույլտվությամբ այդ շրջանակին ես անվանեմ, մեր ժողովուրդն էլ այդպես է անվանում, այդպես արմատավորված է մեր ժողովրդի մեջ 5-րդ շարասյուն։ Դա 5-րդ շարասյունն է, որը որ ունի կոնկրետ նպատակներ վերադառնալու կերակրատաշտին եւ պետության գանձարանը դարձնել կերակրատաշտ իրականում։ Դա այդ շրջանակն է։ Դա այդ շրջանակը ֆինանսավորվում, թելադրվում, կառավարվում է հյուսիսից, Ռուսաստանի Դաշնությունից եւ այդ նպատակը հետեւյալն է Հայաստանի Հանրապետությանը Ռուսաստանի Դաշնության պրոտեկտորատի վերածել կամ Ռուսաստանի Դաշնության գուբերնիայի վերածել։ Դա այդ շրջանակն է։ Շատ ակնհայտ է, հանրությունը նրանց գիտի, անուններն էլ չեմ ուզում տալ, որ հավելյալ իրենց համար գովաստ չլինի, ճակերտավոր։ Հաջորդ շրջանակը այն շրջանակն է, որ անցել է տարիների ընթացքում քաղաքական ճանապարհ անցել։ Տարիներով Հայաստանի Հանրապետությունում տասնամյակներով ճանապարհ անցել։ Թույլ տվեք ես նրանց քաղաքական ծերունիներ ասեմ։ Այդ շրջանակն է, որ էլի հայտ է ներկայացնելու։ Այստեղ ժողովրդի հիշողությունն է գալիս առաջին պլան կոնգրեսը, հա, Լևոն Տեր-Պետրոսյանի աջակիցները, այդ թվում, որոնք ասում են, որ իրական անկախականներն էլ, ես ընդհանրապես տեսակետի փոխանցումը իրականացնեմ, որ իրական անկախականներն էլ մենք ենք, որովհետև մենք ենք կռել եւ իշխանություններին մեղադրում են իրենց կարծիքով իրավացիորեն ոչ ճիշտ արտաքին քաղաքականության մեջ, ոչ խոհեմ, հերատես արտաքին քաղաքականության մեջ, որը բերեց մեզ այս հետևանքներին, ել չասեմ 2019-ի փաստաթղթի իրենց համար շատ մերժելի ու կասկածելի չընդունելը եւ չշարժվելը, ամենայն հարգանքով առաջին նախագահի գիտական աստիճանների եւ նրա այդ անցած ճանապարհի ի տարբերություն Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Տեր-Պետրոսյանը իրականում փելոք մարդ էր, փելոք ղեկավար էր, մարդ էր, ով պատկերացնում էր Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման տարբերակ, որը երկար տարիներ Հայաստանի Հանրապետության գրեթե բոլոր իշխանություններին առաջարկվեց, իբրև լուծման տարբերակ, դա տեսել էր Տեր-Պետրոսյանը իր պատերազմ թե խաղաղություն հայտնի հոդվածով։ Հրաշալի հոդված, հերուն գնացող այսպես հայացք, որը իրականում արտացոլվեց եւ իրականություն դարձավ, բայց որոշումների, որոշման կայացման այդ համարձակություն, սկզբունքայնություն, կամքի բացակայություն մենք այստեղ տեսել ենք ու դա ճակատագրական է եղել Հայաստանի Հանրապետության համար, թույլ տվեք ասեմ։ Քաղաքականության մեջ այդպիսի սխալները չեն ներվում։ Դա ճակատագրական է։ Երբ որ դու պատերազմ թե խաղաղություն այդ հրաշալի հոդվածը տալիս ես, իրականում ինքն էր ղեկին, բա ով պիտի դար։ Լավ էր պատկերացնում, չէ՞։ Բոլորն են պատկերացրել, ոչ միայն Տեր-Պետրոսյանը։ Տեր-Պետրոսյանին հաջորդած բոլոր ղեկավարները, այդ թվում նաև Նիկոլ Փաշինյանը, պատկերացրել են, թե դա ինչ ծանր թույլ տվեք արտահայտությանս համար բեռ է իրականում, թե Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, թե պետության ղեկավարի, թե նաև Լեռնային Ղարաբաղում ապրողների ուսերին։ Դա պետք է լուծել որևէ կերպ։ Տեր-Պետրոսյանը պատկերացնում էր այդ լուծման ճանապարհը,
ու պարտված թուլացած Ադրբեջանին հնարավոր էր այդ ժամանակ բերել կառուցողական դաշտ եւ որևէ միջին, այսպես ոսկե միջին լուծման հասնել։ Հնարավորություն եղել է։ Ինչ արել Տեր-Պետրոսյանը իր ժամանակ։ Գրել է հրաժարական ու գնացել է։ Տեր-Պետրոսյանի ու Փաշինյանի տարբերությունը հենց սրանում է։ Երբ որ քաղաքական գործիչը առաջնորդվում է վախով, դա շատ վատ է։ Քաղաքական գործչի մեջ պետք է վախ չլինի։ Որոշումներ, եթե ինքը համոզված է, որ ինքը ճիշտ է, իսկ իրականում ինքը այդ որոշմանը հանգել է ոչ միայն իր անձնական, այսպես ցանկություններով առաջնորդվելով, այլ կոնկրետ հստակ տեսլական ունենալով, չէ՞ իր առաջ։ Իրեն զեկուցել են առնվազն իրավիճակը ինչպիսին է։ Եթե այդ մարդիկ մեղադրում են, ես ստիպված եմ ներողություն չեք մտածում, որ այդ ժամանակ էլ դուք ասացիք պարտված Ադրբեջանին, ճիշտ է, այո, որովհետև Ադրբեջանը իրոք որ պարտվել էր եւ շատ բավականին ծանր վիճակի մեջ էր գտնվում, եւ այն ժամանակ գուցե նաեւ մեր որոշ ղեկավարներ մտածում էին, որ կարելի է շատ ավելի լուրջ հաջողությունների հասնել եւ Տեր-Պետրոսյանը այստեղ որն էր այդ լուրջ հաջողությունը, հասնել Բաքու չայ խմել։ Ընդհանուր մինչեւ կային այդպիսիք էլ կային։ Նույնիսկ այդպիսիք կային, չէ, որովհետեւ հաղթանակի հոտը որ առնում ես, ինչպես Ալիևը, չէ, մերօրյա Ալիևը։ Լավ, Գրծեր Ալիևը, չէ, օրինակը։ բոլորս ենք, չէ։ Նա էլ հիմա ուզում է կոպիտ ասած հերո տնիստեղից Երևանում թեյ խմի։ Եվ ինչու ոչ։ Գոնե մինչև վերջերս այդ ռետորաբանությունը նա կիրառում հանգստացել է, փոքր կարծես թե մեղմացել է, հաշվի առնելով Թրամփի անձնական ջանքերի արդյունքում ձևավորված եւ հարաբերական այդ կայուն խաղաղությունը։ Ինչ որն էր տարբերակը լավ։ Մենք ի վերջո պետքա սովորենք դասեր քաղել։ Տեսեք, ես ասում եմ 2026 թվականին քաղաքացին դասեր քաղած է գնալու ընտրության։ Դասեր քաղել բոլոր առումներով։ Մենք սովորելու ենք դասեր քաղել։ Մեր պատմությունից, մեր անցած ճանապարհից, մեր դաշնակիցներից ստացված թիկունքից հարվածներից։ Մենք դասեր ի վերջո քաղելու ենք, թե չէ, որպես պետություն, որպես ժողովուրդ։ Ես կարծում եմ, որ մեր ժողովուրդը դասեր քաղած 2026-ին, այդ դասեր քաղած, դասեր սերտած կգնա ընտրությունների եւ ճիշտ ընտրություն կկատարի։ Մեծ հաշվով ժողովրդին լայն ընտրության հնարավորություն կրկին անգամ չի տրվելու։ Ես արդեն այս փուլից եմ տեսնում։ Չի տրվելու։ Ընդդիմությունը 5-րդ Շարասյան տեսքով գործարկելու է եւ խաղարկելու է Գյումրի 2-ի սցենարը, որոշակի շրջանակ կեղծ արևմտամետի դիմակով ներկայանալու է հանրությանը եւ մի մասը ձայները փոշիացնելու, մի մասը գուցե ստացվի եւ հաջողի, մուտք գործել խորհրդարան, մի քանի առողջ ուժ մասնակցելու են ընտրություններին, բայց լուսանցքում են մնալու ցավոք սրտի։ Դե այստեղ որ ես ուզում որ դուք ասեք որոնք են այդ ասենք կեղծը, որովհետեւ ցանկացած ուժներ կեղծ, բայց ես ապավինում եմ, գրքին եմ ասում, ես ապավինում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իմաստությանը ու ես վստահ եմ որ մի կարգախոսը ապավինենք մեր մտքին եւ բասկին։ Իդեպ Հանրապետական կուսակցության կարգախոսները նաեւ 2026-ին են մեր ականջները շոյելու։ Ուշադիր եղեք դուք իբրև դաշտը լուսաբանող մարդ ուշադիր եղեք կտեսնեք, որովհետև արդեն իսկ։ Պարոն Մկրտչյան, գանք երևի թե Իրանի հետ կապված, Իրանի խնդիրը շոշափեցիք հենց մեր սկզբում Թրամփի նույն գործունեության հետ կապված, Թրամփի աշխատանքի եւ անկանխատեսելիության հետ կապված։ Ինչ է կարծում, ամեն դեպքում կարծես թե ուժերի կուտակում է տեղի ունենում Իրանի շուրջ, ամերիկյան ուժերի եւ Թրամփի հռետորաբանությունից ելնելով իրեն բնորոշ, այո, Թրամփի կրեդոյի, իր ոճի, այսպես ասած, տրամաբանությունից ելնելով, կարծես թե չի հրաժարվում հարվածներ հասցնելու այդ մտքից,
Եվ անգամ հիմա Կուբայի դեպքում մարտական դրություն է գիտեք հայտարարված, ինչ է կարծում, կարող է նորից տեկտոնիկ ինչ-որ մի վիճակ առաջանա եւ հանկարծ, կներեք, անգամ բայողուշություն չանենք, բայց հանկարծ այդ տեկտոնիկ վիճակները այստեղ մեր տարածաշրջանում բացառվում է ինչու, որովհետեւ Իրանը ամերիկան խառնված է եւ հանկարծ մեկ էլ ասի ես ավելի կարևոր խնդիրներ ունեմ, որովհետեւ Թրամփի քաղաքականությունը արդյունքներ է տալիս։ Բառացիորեն ժամեր առաջ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Փեզեշքյանը հրաման է իջեցրել, որպեսզի նախապատրաստվեն կամ դիվանագիտական խողովակներով հասցնեն ԱՄՆ-ին, որ պատրաստ է Իրանը նստել միջուկային բանակցությունների Միացյալ Նահանգների հետ։ Իսկ իրանական դիվանագիտությունը 100-ամյակներով ցույց է տվել, որ Իրանը հայտնվում է անելանելի իրավիճակում եւ շատ թույլ է, միայն այդ դեպքում է գնում բանակցելու ժամանակ շահելու համար։ Իսկ այն որ Իրանը այսօր բավականին թույլ է եւ դա ապացուցվեց նախորդ տարի Իսրայելի հետ այդ մի քանի օրյա հակամարտության արդյունքում սա փաստ է եւ այն որ Միացյալ Նահանգները անգամ կարող է իրեն թույլ տալ կետային հարվածներ հասցնել Իրանին դրանով բորբոքելով հանրային ըմբոստություն Իրանի ներսում որը արդեն իսկ կա օջախները կան սա էլ է փաստ այն որ Իրանի յուրաքանչյուր իշխանություն շատ լավ գիտակցում է որ դա որ Հայաստանի Հանրապետության հետ սահմանը նաև ինչ որ առումով խաչմերուկ է Միացյալ Նահանգների հետ հանդիպելու եւ Միացյալ Նահանգների հետ ընդհանուր եզրեր գտնելու եւ առհասարակ Իրանի արտաքին աշխարհի հետ կապն է ես բացառում եմ որ Իրանի Իսլամական Հանրապետությունը Հայաստանի Հանրապետության ուղղությամբ կփորձի քարեր նետել հատկապես պաշտոնական Երևանից էլ զսպվածություն է հիմա ցուցաբերվում եւ պաշտոնական Երևանը փորձում է այս դաշտ չմտ սկզբից մի քիչ թողեցին ինչ թողեցին մի քիչ այսպես ցույցեր բան Իրանի ցույցեր հիմա էլ կարող են թողել հիմա էլ եթե ցանկացողներ լինեն կարծում եմ կարող են հոգու անգամ ձերբակալել են այդ ցույցերը ինչից ես թվում է ես որ ուզենամ ցույց անեմ եւ այդ ցույցի նպատակը կամ ինչ որ չգիտեմ վերջնակետը դուր չգա իշխանություններին կամ իրավապահներին ինձ թույլ են տալու կամ ձեզ թույլ են տալու ցույց անել լավ էլի եկեք այստեղ մանավանդ եթե ասենք իշխանությունը տեսա Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական պետությունը այստեղ ցույցերը չեն արգելվում թույլատրվում են այնքանով որքանով եւ ինչքան որ կարելի է ինչքանով որ չի հատում օրինականության եւ օրենքի սահմանները այդ սահմանում դա ընդունելի է իհարկե այստեղ դեսպանի մասով եղավ մեսիջ բողոքի նոտա ես հավաստիացնում եմ ձեզ որ Իրանի Իսլամական Հանրապետությունը Հայաստանի Հանրապետության ուղղությամբ քարեր չի նետելու եւ հարաբերությունները չեն սրվելու Երևանն էլ իր այս չեզոք դիրքավորումը դիտորդի կարգավիճակով կողքից նայելու դիրքը չի զիջելու եւ սա անկալելի է բոլոր կողմերի համար թե Միացյալ Նահանգների թե Իրանի եւ սա երկուսի համար էլ նաեւ հնարավորություն է այս տարածաշրջանում կայունություն հաստատելու եւ ընդհանուր լեզու գտնելու դա բայղուշություն է իրականում դա բայղուշություն է եւ այստեղ Ռուսաստանի Դաշնությունն ավելի շատ հակասություններ կարող է ունենա մեր հետ մեր պետական շահի թրիփի հետ բայց իրենց հետ էլ է կարևոր ուղղություն չափազանց միանշանակ կարևոր է եւ աշխատել ես ասեմ ոչ եմ ասում որևէ մեկը չի բացառում եւ Իրանի իշխանություններն էլ ամեն ինչ անում են կարծես թե վերջին աշխատել վերջին 2 տասնամյակ Իրանի իշխանություններն ամեն ինչ անում են որ սանկցիաների տակից դուրս կան հաշվի առնելով Միացյալ Նահանգների այս քաղաքականությունը ուղղված Եվրոպայի նկատմամբ հաշվի առնելով Եվրոպա Միացյալ Նահանգներ հարաբերությունները Եվրամիությունը յուրաքանչյուր պահի կարող է առնվազն Եվրամիությունը Իրանի Իսլամական Հանրապետության վրայից այդ սանկցիաները հանել հնարավոր է եւ ինչ ցանկացած պարոն Թրամփը դեմ է լինելու որ իր անունով կոչված ճանապարհից օգտվի նաև Իրանի Իսլամական Հանրապետությունը եւ ինչ որ օգուտներ քաղեն եվրոպացիները, որոնք իրենից այդքան դժգոհ են։
Դե տեսեք կարող է նա թույլ չտա, այնինչը որ ես ուզում եմ, որ դա դարձյալ Հայաստանի համար Հայաստան ՌԴ նաև բարիդրացիության ինչ որ լուրջ բան խթան հանդիսանա, ինչպես նաև համադրողական քաղաքականության մեջ, մանավանդ այսօր Թրամփ-Պուտին շփումները կարող են դեր խաղալ, չէ՞, որոշակի։ Պետք է նշել, որ Ռուսաստանի Դաշնության համար իմ համար զարմանալիորեն օրվա իշխանությունները դեռևս պատուհան են թողել թրիփի մեջ ներգրավվածություն ունենալու։ Այո։ Իմ համար զարմանալիորեն կրկնում եմ։ Եվ ես կարծում եմ Հայաստանի Հանրապետության վարչապետի այն խնդրանքը ուղղված հարավկովկասյան երկաթուղիներին, որ պետքա ներդրումներ արվեն եւ հնարավորինս արագ այդ գիծը վերականգնվի, այլևս պետքա հստակ ժամկետներով կամ ուլտիմատումներով ընդհուպ նաեւ խոսել։ Որովհետեւ կներեք, հարավկովկասյան երկաթուղիներից խնդրանքով դեռ մենք պահանջում ենք։ Սա էլ իմ համար անհասկանալի։ Դեռ մենք դեռ հարավկովկասյան երկաթուղիներ այդ ռուսական ցանցին, սնանկացման եզրին կանգնած այսօրի դեպ ցանցին։ Մենք դեռ խնդրում ենք, հիշեցնեմ հարավկովկասյան երկաթուղիները պայմանագրային պարտավորվածություններ, խախտած ընկերություն է եւ Հայաստանի Հանրապետությունը ունի բոլոր գործիքակազմը հարավկովկասյան երկաթուղիների հետ հարաբերությունները պարզելու։ Ինչ խնդրել։ Ում ենք խնդրում։ Խնդրում ենք իրենք էլ Զախարովայի շուրթերով այնտեղից հայտարարում են, որ դե մենք էլ մի փոքր դա մեզ չի բավականացնում կամ մեր քթին չի։ Ռուսաստանը այլ շահեր ունի։ Բացասական ես դեռ բան չեմ տեսել իրանց կողմից, իրանք հակառակ պարագայում, բա թող մենք տեսնենք, ինչի մենք չենք տեսնում։ Երևի մոտակա ժամանակներում կտեսնենք։ Ինչի չենք տեսնում, որ հարավկովկասյան երկաթուղիները խոստացված պայմանագրային իր պարտավորվածությունները կատարի։ Չարաշահումների մասին մոռացել ենք։ Իդեպ այդ կառույցը, կրկնում եմ, սնանկացման եզրին կանգնած կառույց է, որը արդեն իր տրամադրության տակ գտնվող անշարժ գույքն է հանել վաճառքի, որ պարտքերը փակի։ Եվ այդ կառույցին պետք չի խնդրել, այդ կառույցի հետ պետքա պետության դիրքերից, եթե պետք եղավ պետության համը այդ կառույցի բերանը թողել, Փաշինյանական լեքսիկոնով ասած։ Ու այդ ճանապարհով է պետք գնալ։ Ռուսաստանը ունի այդ պատուհանը ու չի օգտվում։ Ասածս դա է։ Ռուսաստանը ունի հնարավորություն ներգրավելու թրիփ ծրագրի մեջ եւ իր շահը գտնելու։ Ազատ է։ Թող գա գտնի իր շահը եւ ուղղությունն էլ ենք ցույց տվել, չէ՞։ Վարչապետը խնդրել է, թե որ ուղղությամբ իրենք պետք է աշխատեն։ Բայց կանխատեսելի է, մանավանդ կանխադրամը ասեցին, նաեւ կանխատեսելի է, որ գուցե ինչ որ ժամանակ մտածելուց հետո այդ ձեր ասած այդ պատուհանից Ռուսաստանը օգտվի։ Ես չեմ կարծում, որովհետև Ռուսաստանի Դաշնության քաղաքականությունն այլ տեղ է տանում։ Մանավանդ կներեք, չեք կարծում, որ դա կարող է կապակցվի ուկրաինական կարգավորման հետ։ Բացարձակ, ուկրաինական կարգավորման հետ կարող է կապակցվել եւ Ռուսաստան շատ լավ երկխոսություն է ընթանում։ Շատ հրաշալի, բերինք կապեցինք իրար Ուկրաինայի հետ։ Ես տեսեք, Ուկրաինայի հետ կարելի է սա համադրել, ինչի՞ չէ։ Երկու դեպքում էլ, որտեղ Ռուսաստանի ցանկությունը, նպատակը երկու դեպքում էլ նույնն է, թե Ուկրաինայում, թե Հարավային Կովկասում։ Այդ ես չեմ ասում։ Այդ Դուգինն է ասում։ Այդ այն դուրսպրծուկ Սալավյովն է ասում։ Դե նրանք էլ ասում են դրանց կարծիքները մեր պետական կարծիքը չեն, պետական տեսակետը չեն։ Տեսեք Սալավյովի դեպքում ասել չէ օֆիցիոզ։ Պետության լափամանից օգտվում են, Պուտինի թեզերը դաշտ նետում են, Ուկրաինայում խաղաղ բնակչությանը կոտորելու ծրագրին մասնակից են, բայց իրենց հետ կապ չունեն։ Թե կարող է արձագանքներ չափից դուրս Հայաստանի Հանրապետության ժողովրդի կողմից բուրըն, իսկ իշխանությունների կողմից կարծում եմ զսպված։ Դե իշխանություններն էլ ամեն դեպքում որն է բողոքի նոտա տալը։ Դե ներողություն, այստեղ լավագույն պատասխանը գիտեք որը կլիներ։ Շատ հրաշալի է, Զախարովան ասում է, նա մեր մարդը չի, նա մեր պետությանը ինչ գործ ունի։ Հիմա ես էլ հաջորդ եմ, սա բացառիկ դեպք է, երբ որ ես հաջորդում եմ Զախարովային, հա։ Ես էլ հաջորդ եմ, ասեմ, բա ներողություն էլի, հարգելի իշխանություններ, Զախարովան էսպիսի բան է ասում։ Ինչ կապ ունի Կոպիրկինը այս ամեն ինչի հետ։ Դիվանագիտական նոտայով ինչի պետք է բողոքել։ Հայաստանի Հանրապետությունն ունի գլխավոր դատախազություն։
Եվ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը պետքա գործ հարուցեր Վլադիմիր Սալավյովի նկատմամբ եւ հայտարարեր միջազգային հետախուզում։ Այսա կլիներ պատասխան։ Պատասխանը սա կլիներ։ Հատկապես ռուսների այս աստիճան սանձարձակ պահվածքից հետո իրենց հետ կապ չունի, լուրջ եք ասում։ Նպատակը մեկն է հետ խորհրդային պետություններին վերադարձնել Ռուսաստանի Դաշնության վասալի կարգավիճակին։ Եթե խորհրդային ժամանակներում եղել է որևէ չակերտավոր հավասարություն, իսկ ինչ հավասարության մասին է խոսքը։ Դուք կոմունիզմի ժամանակահատվածում ապրած մարդ լինելով որտեղ եք տեսել հավասարություն։ Պետական ապարատում եք տեսել հավասարություն, հարևանության մեջ եք տեսել հավասարություն, գործարանում եք տեսել հավասարություն, որտեղ որ աշխատել են, որտեղ է եղել հավասարություն։ Հիմա դրա կատարելագործված տեսակն են մեզ ուզում պարտադրել, վասալացնել, պրոտեկտորատների վերածել կամ то լավել մցնել Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ, միութենական պետության կազմի մեջ, նոքարի պես աշխատացնել ու վայելել։ Էսա նպատակը նույնն է Ուկրաինայում հաջողության հասնելու պարագայում Պուտինի ախորժակը կբացվի կգնա Մոլդովայի ուղությամբ, կգա հարավային Կովկաս։ Նպատակը դա է։ Եվ երկու դեպքում էլ մենք պետքա մեր քաղաքականությունը Ռուսաստանի Դաշնությունից հեռու եւ Ռուսաստանի Դաշնության հետ չափված ու ձևված տանենք, որովհետեւ Ռուսաստանի Դաշնությունը մեզ ապացուցել է գործով, որ այստեղ տարածաշրջանում ինքը պատերազմի հերձիկա պատերազմի, ոմանք ասում են, տեսեք, Ամերիկայի Միացյալ Նահանգները գալիս է տարածաշրջան, հակառակումից էր, որ Ամերիկան սա կարող է բերել պատերազմի եւ այլն, հա։ Կներեք Ռուսաստանի Դաշնությունը տարածաշրջանում էր 100-ամյակներ։ Հայաստանի Հանրապետությունը, հայկական պետականությունը, հայ ժողովուրդը միայն կորցրել է։ Լեռնային Ղարաբաղը վերջին կտորն էր, որ մեր սրտից պոկին ու տարան։ Միայն կորցրել է։ Ռուսաստանի Դաշնությունը զինել է Ադրբեջանին, տեղնեկած տեղը օգտագործել է մեր դեմ։ Եղել է ժամանակաշրջան, որ մենք ենք իրեն պետք եղել է մեզազինել եւ օգտագործել Ադրբեջանի դեմ։ Ու ինքը այդ տարածաշրջանում իր մնալու միակ գրավականը պատերազմներ հրահրելու մեջ է եղել։ Հիմա իրական պատերազմի հերձիկին ուզում ենք մեր ռազմավարական նշանակություն ունեցող գործարքների մեջ քիթը խոթի։ Տնտեսական մասով Օվերչուկը հայտարարել է, որ իրենք պատրաստ են, մենք էլ Հայաստանի Հանրապետությունը պետքա պատրաստ լինի, թող գան տնտեսությունից կգնան դեպի հարաբերությունների բարելավում եւ սպասենք բոլոր դեպքերում, պարոն Մկրտչյան, լավ զարգացումների ամեն դեպքում, լավատես լինեն, տարին նոր է շատ լավ է լինելու։ Հա, դուք ասում եք միշտ դա մշտական կարգախոսն է, կան շրջանակներ, որ անգամ այդ կարգախոսը փորձում են ինձանից տանել։ Լավ է լինելու։ Հա, ասում են գրքի գողը գող չի, բայց ես պետք է ասեմ, որ կարգախոսի գողը եւ ցավոք սրտի հայ իրականության մեջ կարգախոսներ գողանալու բան կա, էլի ավանդույթ կա, խորհուրդ չեմ տալիս, դա իմ հետ ասոցացվում է, ժողովրդի իմ հետ ասոցացվում է եւ ես իրականում եւ համոզված եմ, որ լավ է լինելու ու մեր ժողովուրդն էլ ամեն մեկը պետքա լավատես լինի, այս ժողովրդին պետք չի անընդհատ նեգատիվ տալ։ Անպայման։ Պետք չի անընդհատ նեգատիվ։ Առավոտից երեկո առանց էտել 2018 թվականի հայտնի իրադարձություններից հետո կոവിഡ്ը պատերազմը առավոտից երեկո մարդը հեռուստացույցը միացնում է, հեռախոսը բացում է միայն նեգատիվ, անհիմն նեգատիվ առանձին դեպքերում, սուտ, կեղծիք, մանիպուլյացիա։ Սա հենց հիբրիդային պատերազմն է նեգատիվը եւ վերածենք այն պոզիտիվի։ Ես իմ մասով փոխում եմ, ես իմ մասով ամեն տեղ փորձում եմ դա իրականացնել եւ հուսով եմ, որ ամեն ինչ լավ է լինելու իրականում։ Ապավինելով կրկին անգամ մեր ժողովրդի իմաստության։ Այո, ապավինելով մեր մտքին եւ բասկին, հավատանք, որ ամեն ինչ լավ կլինի։ Եվ շնորհակալություն ձեզ այստեղ գալու եւ ձեր տեսակետներն արտահայտելու համար։ Եթերում անկաշկանդ զրույց հեղինակային հաղորդաշարի հերթական թողարկումն էր, մեր տաղավարում էր քաղաքագետ, վերլուծաբան Հարություն Մկրտչյանը
Ես դիմում եմ կրկին մեր այն բարեկամներին, ովքեր դեռ չեն հասցրել բաժանորդագրվել մեր One Talk YouTube-յան ալիքին, խնդրելով նրանց ընդհանրապես սեղմել զանգակ կոճակը եւ բաժանորդագրվել մեր One Talk YouTube-յան ալիքին։ Այսօր այսքանը, կհանդիպենք բարեկամներ։